Ցիցանիսը Մարիկանին ու հետ մեկնում է Ստամբուլ։ Ուրեմն ողջ ճանապարհին Ցիցանիսը հորդորում է Մարիկային, նույնիսկ կարելի ասել այսպես սաստում է, ասում է որևէ բառ, որևէ ակնարկ, որ դու հայ ես, հանկարծ Ստամբուլի բեմից չլսվի, որովհետև թուրքերը կարող են ուրիշ այսպես այլ կերպ ընդունել սա, հետո կարող է խնդիրներ լինել։ Մարիկան իհարկե նախ խոստանում է, բայց մեկ երկրորդ համերգից հետո Մարիկան Ստամբուլում այդ Կասաբլանկա խորում նկատում է, որ հանդիսատեսի մեջ կան հայեր, որոնք հայերեն այսպես փսփսում են, նրա էմոցիաները այսպես ասած տեղի են տալիս, նա չի դիմանում, նա Ստամբուլի Կասաբլանկա խորի այսպես երաժշտական այս ճանաչված բեմից, խոստովանում է, որ իր անունն է Էվանգելին Ադամյան, որ ինքը Զմյուրնիայից է, որ իր հայրը Զմյուրնիայի ջարդերի այսպես ասած զոհ է դարձել եւ հայկական ժողովրդական երկու երգ է երգում Ստամբուլի Կասաբլանկա